Երբ ֆրանսիական Veolia ջուրը ստանձնեց Հայաստանի ջրամատակարարման համակարգի կառավարումը, խոստումները մեծ էին՝ եվրոպական փորձ, ժամանակակից կառավարում, որակյալ ծառայություն և սպառողակենտրոն մոտեցում։ Տարիներն անցան, սակայն խմբագրությանը հասնող բազմաթիվ ահազանգերը բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Այս հրապարակման նպատակը մեկ անձի դժգոհությունը ներկայացնելը չէ։ Վերջին ամիսներին մեզ դիմաց քաղաքացիների պատմությունները հաճախ կրկնվում են միմյանցից անկախ, բնակավայրերից տարբեր։ Այդ պատճառով առաջանում են հարցեր՝ խոսքը առանձին դեպքերի մասին է, թե համակարգային խնդիրների։ Գրաֆիկ կա, բայց ջուր ոչ միշտ։ Քաղաքացիները պատմում են, որ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկները հաճախ չեն պահպանվում, նրանց փոխանցմամբ ընկերության ներկայացուցիչները երբեմն պատճառաբանում են, թե սպառողների թիվն ավելացել է և գործող համակարգը չի հասցնում ապահովել նախատեսված ծավալները։ Եթե այդպես է, առաջանում է տրամաբանական հարց՝ ինչու են նոր բաժանորդները միացվում այն ցանցերից, որոնց սպասարկման հնարավորությունները ըստ նույն հիմնավորման արդեն սահմանափակ են։ Եթե ենթակառուցվածքը ծանրաբեռնված է, ապա ինչպես է գնահատվում դրա թողունակությունը մինչև նոր միացումների թույլտվությունը։ Մարզերում պատկերը հաճախ ավելի ծանր է։ Մարզերից ստացվող ահազանգերն ավելի մտահոգիչ են։ Բնակիչների խոսքով կան համայնքներ, որտեղ ջուրն իրականում մատակարարվում է օրական ընդամենը 6-ից 8 ժամ, մինչդեռ պաշտոնական գրաֆիկներում նշվում է զգալիորեն ավելի երկար ջրամատակարարում՝ մինչև 20 ժամ։ Եթե այս տարբերությունները համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է պարզաբանել, ինչու է պաշտոնական տեղեկատվությունը տարբերվում բնակիչների առօրյա փորձից և ինչ մեխանիզմով է վերահսկվում գրաֆիկների պահպանումը։ Պետությունը ստանձնեց պարտքերը, բայց դժգոհությունները չպակասեցին։ Վերջին տարիներին պետությունը ներգրավել է ընկերության ֆինանսական խնդիրների կարգավորման գործընթացում, ստանձնելով որոշ պարտավորություններ, սակայն քաղաքացիների գնահատմամբ այլ քայլերը դեռևս չեն վերածվել սպասարկման որակի տեսանելի բարելավման։ Հարցն այստեղ միայն ֆինանսականը չէ։ Եթե համակարգում իրականացվում են պետական աջակցություն պահպանող լուծումներ, ապա հանրությունն ակնկալում է նաև ծառայության որակի համարժեք աճ։ 5 տարի անց տեխնիկական աուդիտի։ Մասնագետների շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, որ երկար ժամանակ չի իրականացվել համակարգի ամբողջական տեխնիկական աուդիտ։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, առաջանում է հերթական հարցը՝ ինչպես են գնահատվում ցանցի վիճակը, կորուստները, ներդրումային առաջնահերթությունները և ռիսկերը առանց համապատասխան տեխնիկական գնահատման։ Երբ սպառողը չի գտնում պատասխանատուին։ Քաղաքացիների ամենատարածված դժգոհություններից մեկը վերաբերում է տեղային պատասխանատուների տեսուչների բացակայությանը։ Արմլուրին դիմած քաղաքացիներից մեկը պատմեց, որ 3 ամիս փակ բնակարանի համար շարունակել է ստանալ սպառման հաշվարկներ, վճարել է դրանք։ Այնուհետև զանգահարել է ընկերություն և տեղեկացրել, որ բնակարանը դատարկ է եղել։ Նրա խոսքով պատասխանել են, որ այո, դուք ունեիք գերավճար, հարցը պետք է քննարկվի տարածքային տեսուչի հետ, սակայն չի հաջողվել պարզել, թե ով է այդ տեսուչը և ինչպես կարելի է նրա հետ կապ հաստատել։ Սպառողն ինքն է կատարում ընկերության աշխատանքը։ Հայտնի փաստ է նաև, որ ջրաչափերի ցուցմունքներն հաճախ իրենք են լուսանկարում և ուղարկում ընկերության տրամադրած հեռախոսահամարներին կամ առցանց հարթակներին։ Թվայնացումը անկասկած կարող է հեշտացնել գործընթացները, սակայն երբ սպառողը ստիպված է ինքնուրույն հավաքագրել տվյալները, համոզվել, որ դրանք տեղ են հասել և հետո էլ ստուգել արդյոք ճիշտ են հաշվառել, բնական հարց է առաջանում՝ որտե՞ղ է ծառայություն մատուցողի պատասխանատվության սահմանը։ Պլոմբի վնասում երկար վարչարարության սկիզբ։ Քաղաքացիները դժգոհ են նաև այն դեպքերից, երբ ջրաչափի պլոմբը վնասվում է կամ պոկվում է։ Նրանց խոսքով դրան հաջորդող վարչարարությունը հաճախ երկար է, բարդ և ֆինանսական լրացուցիչ բեռ է ստեղծում նույնիսկ այն դեպքում, երբ վնասումը դիտավորյալ չի եղել։ Բաժանորդ դառնալը երկար ճանապարհ։
Մեկ այլ խնդիրը կապված է նոր բաժանորդների միացման հետ։ Դիմողների խոսքով պահանջվող փաստաթղթերի ցանկը հաճախ մեծ է, գործընթացը երկար, իսկ միացման ժամկետները երբեմն ձգվում են ամիսներով։ Եթե ջրամատակարարումը հանրային ծառայություն է, ապա դրա հասանելիությունը նույնպես պետք է կազմակերպվի պարզ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում։ Կոյուղին մշտապես ցավոտ թեմա։ Առանձին դժգոհությունները վերաբերվում են կոյուղու ցանցին։ Բնակիչները պատմում են հաճախակի վթարների, օրերով չվերացող արտահոսքերի և բնակավայրերում տարածվող գարշահոտության մասին։ Նրանց խոսքով խնդիրը հաճախ ժամանակավորապես է լուծվում, սակայն համակարգային վերանորոգումները չեն իրականացվում։ Ընկերության պատասխանը։ Հրապարակման ընթացքում ներկայացված հարցերի վերաբերյալ դիմեցինք Veolia ջուր ընկերությանը։ Ընկերությունից պատասխանեցին, որ պետք կլինի հասցեական խնդիրներ, որ իրենք դրանց պատասխանեն։ Իհարկե դրանք տրվել են, բայց մինչև արձագանքը հասցեական խնդիրների պետք է համակարգային խնդիրների մասին խոսել, արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մատը մատին չի տալիս փաստացի Հայաստանի Հանրապետության սպառողների իրավունքները պաշտպանելու համար։ Եթե լիներ քաղաքականացված, ընդդիմադիր հայացքների տերսեփականատերեր, բնականաբար պետությունը վաղուց գործադրել էր ջանքեր պետականացնելու կամ կառավարումն իր ձեռքը վերցնելու համար, ինչպես հեծի դեպքում է կամ ինչպես փորձ են անում Արարատցեմենտի հետ, որը Գագիկ Ծառուկյանին է պատկանում։ Փաստ է, որ հանրային ծառայություն մատուցող ընկերության գործունեությունը գնահատվում է ոչ թե գովազդային կարգախոսներով, այլ սպառողի առօրյա փորձով։ Իսկ երբ տարբեր բնակավայրերից հնչող բողոքները տարիներ շարունակ կրկնվում են, նույն խնդիրները, դրանք այլևս չեն կարող դիտվել որպես մեկուսացված դեպքեր։ Դրանք պահանջում են հրապարակային, փաստարկված և չափելի պատասխաններ ոչ միայն ընկերությունից, այլև ոլորտը վերահսկող պետական մարմիններից։